Այժմ մենք գտնվում ենք Հրանտ Դանելյանի տուն-թանգարանում եւ իմ հետևում է Սիրելի հայրենակիցներ, մեր շատ սիրելի սյունեցիներ եւ մեր հետևորդներ։ Այս անգամ մեր ճանապարհը բերեց եւ հասցրեց Գյուղ Վաչագան։ Վաչագան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Կապան քաղաքից մոտ 6 կիլոմետր հարավ-արևմուտք, Խուստուկ լեռան ստորոտին, Վաչագան գետի ակունքի մոտ։ Համագյուղացիների հուշերից օգտվելով Հրաչ Նուրիջանյանը Վաչագան գրքում հայտնում է, որ շրջակա փոքր բնակավայրերից ձևավորվել է գյուղը։ Այդ բնակավայրերն էին Խոլը, Պեինձորը, Ղուրչիկը, Ղրբանցը։ Մի առաջնորդ Վաչագան անունով հավաքել այդ բնակավայրերի բնակիչներին, նրանց բնակեցրել այս գեղատեսիլ ու անառիկ վայրում եւ կոչել իր անունով։ Ժայռաբեկորի պռնկին շինված տները կարծես քոչարի են բռնել ու պար են գալիս, հայացքը վեր դեպի առաստված։ Գյուղացիները ժայռերի մեջ մի փոքր հող են գտնում ու սկսում արարել։ Թվում է, թե քարից են ստեղծել ցորենն ու հաց դարձրել։ Վաչագանցին պաշտում է կապանատան գեղեցկուհուն, Խուստուփին, ու ձոնում նրան շռայլ խոսքեր։ Սիրելի հետևորդներ, դուք արդեն գիտեք, որ մենք գտնվում ենք գյուղ Վաչագանում եւ հիմա մենք կիմանանք Վաչագանի պատմությունը Տիկին Սվետայի հետ միասին։ Ոչ շատ իհարկե տենց, բայց կասեմ, որ այս գյուղը գոյություն ունի 1800 թվականներից, բայց 1400 թվականից կա Քոլու գյուղեր, Պեինձոր, Ղրբանց, Ղրբանց, դա հայկական անուն է, բայց ասեն, ուրեմն եղբայրներ են եղել Մուշեղ, Միշլու, որ գնում ենք Խուստուկ, այստեղով, Խոսրով, Խուստուկ լեռը, մեզ այդպես ասել, տարբեր բաներ եք լսում, մոտավոր այդպես, Ղրբանցը Ղարիբ, Պեինձորը Բեյ, դրանք եղբայրներ են եղել, եկել է մնացել այստեղ, շատ տարիներ առաջ, ես փոքր էի բավականին, այսպիսի մի բան եմ լսել, գնացել էին Ղարաբաղ, այնտեղից ձի առնելու, մի կին ասաց որտեղից եք, ասաց դե Ղափանից, ասաց չէ կոնկրետ գյուղը ասեք, ասաց Վաչագան ինչ գիտես, ասաց են Խուստուկ սարկա այդտեղ, հա, բա դու ինչ գիտես, ասաց իմ տատս էր, թե տատիս տատը, չգիտեմ, դա բավականին մեծ կին էր, 100-ի մոտ, ասաց Ղրբանցը աղջիկ էր, ամուսնացել էր Պեինձորում, այդ գյուղերը ինչ որ Վաչագան անունով մեկը, այդ բոլորին հավաքում է բերում էստեղ, իր մահից հետո գյուղը կոչում է Վաչագան, մի վարկածը դա է, Զարզան Դարյանը մի պատմություն ունի, որ երկու եղբայր են լինում, Վաչագան ու եղբայր, գալիս են, որ այստեղով անցնել Վաչագանի դուրն է գալիս, որպես ամառանոց մնում է ու այդ Վաչագանի անունով գյուղը կոչվում է, այդ էլ երկրորդ վարկածը, մինչ որ ասում են Վաչագան բարեպաշտ է եղել, նրա անունով է եղել, բայց այսպիսի տարբերակ էլ կա, որ Քոլու այդ Նախճեվանի կողմից հարձակումներ է եղել թուրքական, իջել են այստեղ որպես անանցանելի վայր, Վահանավանքում այսպիսի մի գերեզմանաքար կա, դուստր Վաչագանա իշխանա, ենթադրում ենք, որովհետև Վահանավանք գալիս էր ճանապարհը Նապատը, որ միաժամանակ կոչվում է Տանձափարախ, տեղից գալիս է Քերզամ, մեր այդտեղ օբա տեղեր ունեն, Քերզամից գալիս է Քոլու եւ Քոլվա եկեղեցին 10-րդ դարից է, արդեն գալիս է ոնց որ որոշ բաներով համընկնում, այնտեղ ինչ եղավ չտվեցին իրան, հրաշալի մարդ էր, ես տեսել եմ անձամբ, հորս հետ շատ մոտիկ էր, Մենք տեսանք գերեզմանատանը, տեսանք Սոսի Կիսանդրին, կառուցել է Մարատ Նուրիջանյանը, քանդակագործ Մարատ Նուրիջանյանը, դեռ հիմա այդքան չեն խոսում,
Միշտ սիրում էր ասել, իսկ մինչ այդ հայացքդ մի կտրիր խոստուց, որքան հաճախ, որքան շատ նայես, այդ սև ու սև աբերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունուդ, ել ոտքի, ել խապված ժողովուրդ։ Նախ ասեմ, որ գյուղում կամ արվեստը շատ ընդունված է մեր գյուղում, մեծից փոքր արվեստի սիրահար ենք, ունենք բավականին նկարիչներ, քանդակագործներ, այդ թվում ՀՍՍ այն ժամանակ Մանգասարյան Սարգիսը վաստակավոր նկարիչ, Կամոյան Ռոբերտը, մեր նոր նկարիչներից Ուբակը, մաման էստեղից է, հետո մեր մոտ եվրեյների նման, ու մաման էստեղից է, ուրեմն համարում ենք էստեղից։ Այդ նկարչական գենը եկել է մեր գյուղից, տես երեխեքն էլ, տենց տուն չկա, որ մեկը նկարել չսիրի, էլի շատ ենք սիրում։ Ինձ թվում է, բայց երևի խոստուկն է դա տալիս մեզ, որ մենք շատ գեղեցիկ է, հետո մենք շատ, մեզ մոտ էսպիսի սովորություն կար, գյուղի դպրոցում ավարտում էինք 8-րդ դասարանը, պարտադիր մի գիշեր գնում էինք խոսում։ 1878 թվականին գյուղում գործել է մասնավոր դպրոց։ Դասերն ընթանում էին Ալեքսանդր Նուրիջանյանի տանը։ Ուսումը վաչագանցիների համար հրատապ պահանջ էր։ Վաչագանցին հետևում էր լուսավորության գործին, ցանկանում կրթություն ստանալ։ 1927 թվականին իրանաբնակ վաչագանցի Արսեն Նուրիջանյանի միջոցներով կառուցվեց դպրոցի նոր մասնաշենքը։ Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վարհակած, հազար լուսապայծառ հոգիներով ճառագած, ու երկնահաս քո բարձունքին, մեր խուստուփի սուրբ լանջին, կենսաժպիտի շողերը պիտի ժպտան առաջին։ Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով, իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք։ Գյուղում անվանի գերդաստաններ կան, որոնցից են Նուրիջանյանները, Վեզիրյանները, Ղազարյաններ, Ղոնյաններ, Նազարեթյաններ և այլոք։ Նուրիջանյանները հայտնի առևտրականներ էին, նրանց քարավանները հասել են Միջին Ասիա, Հյուսիսային Կովկաս։ Ահա հոգևորականի մի տուն, եկեղեցու հարակից տարածքում։ Ճիշտ նույն պահուն իմ հոգին հուշերս հոս տկար են, սիրո մեկ մութ կատարեն կարտասվեր լուր անցկագին։ Մեռած օրեր, բայց հստակ, կհիշեմ դեռ ամեն բան, աշունով լի էր ճամփան, ու մութ էր, մութ, ծառին տակ։ Մաչկալ ես, բեզարած ես, առը շուր տուր, շուտ արի, ծովի պես քրտնած ես, եզներն արցկի, տուն արի։ Կաթի սերը քաշել եմ, դրել եմ հովին, սարի, ալ գոգնոցս կապել եմ արի թարլան, թր արի։ Խնեցի, կաթը մածուն սարքեցի, տունս եղով պահեցի։ Ժողովուրդ ջան, մի հատ նայեք ինչ են գտել ես ու Գաբրիելը։ Սա քթոց է կոչվում եւ ակամայից հիշեցի Աղունին աշնանարև ֆիլմից։ Տեղ եմ գցել շվաքում, քամին կու գա, զով կանի, լուսնի շողն է մեր ծոցում չափ տուր, չափ առ, շուտ արի։ Դուք պահպանել եք հաստատ մշակույթի հետ ինչ-որ կապ ունեք։ Գերդաստանը սովորողներ եղել, բոլորն էլ։ Դուք մասնագիտությամբ ինչ եք։ Ես գառնյակ եմ, ես 46 տարի աշխատել եմ ստորգետնյա պայմաններում, իմ մասնագիտությունը բան այլ է, ստորգետնյա, հանքային և ծորոնային ծննդավայրի ստորգետնյա։ Դադրած բեզարած Յարջան, ամպերն ելան դե, արի, բեզարած ջանիդ ղուրբան, ծտից թե վար, թե զարի։
Թինա ջան, ես գիտեմ, որ դու մի քանի անգամ բարձրացել ես Խուստուփ։ Դու եկել ես Վաչագան գյուղ, թե կրկին ուզում ես վայելել Խուստուփը։ Ես կրկին ուզում եմ վայելեմ Խուստուփը ու ես իմ ընկերների հետ եմ գտնում այս վայրում, որովհետև Խուստուփի իմ կյանքում այնքան շատ բան է փոխել, այնքան կարևոր խորհուրդ ունի իմ կյանքում, որ իմ բոլոր ընկերները այնքան են լսում Խուստուփի մասին անդադար ու ես ուղղակի ուզում եմ, որ իրենք ոչ միայն լսեն, նաև տեսնեն ու ես վստահ եմ, որ Խուստուփը ցանկացած մարդու կյանքում կարող լիքը բան փոխի։ Մի օր ես արթնանում եմ առավոտյան շուտ, արևածագի ժամանակ ու երբ տեսնում եմ արևը ոնց է սփռվել ամբողջ այս գեղեցիկ բնության վրա, ուղղակի սիրահարվում եմ այս բնությանը, քանի որ ամբողջովին կանաչ է ու երկնքի գույնը պարզ ու Խուստուփն է երևում այդ պահին ու ես ուղղակի նայում եմ Խուստուփին ու մտածում եմ Աստված այս ինչ սիրուն է անում։ Քայլում էինք Վաչագանի փողոցներով, մեկ էլ հանկարծ լսեցինք հետաքրքիր մի ձայն, կատուն էր մլավում։ Դուռը ծեծեցինք, ներս մտանք եւ ում հանդիպեցինք հրաշք մի աղջկա, որի անունն է Քնար, բոլորիդ մոտ հարց կառաջանա, ինչու ենք հենց այսօր այստեղ նստած, որովհետև այս համեստ աղջնակը ունի այնպիսի մի շնորհք, որին գերեց։ Եվ ո՞րն է այդ շնորհքը։ Նկարչությունը։ Նայեք այս պատին։ Ում ձեռքերով են սա արված։ Խնդրեմ։ Քնարիկի։ Այ օրինակ այս նկարը նկարելուց ինչ զգացումներ ես ունեցել։ Դե նախ կարդացել եմ Հրանտ Մաթեոսյանի կանանչ դաշտը եւ հենց դրանից էլ ոգեշնչվել եմ եւ որոշել եմ, որ պետք է նկարեմ Մասնագիտական։ Իմ պապական տուն, որտեղ ապրում է իմ տատիկը եւ պապիկը, ապրում են Առաջին անգամ քանի տարեկանում եք բարձրացել Խուստուփ։ Առաջի անգամ ես հենց 4 տարեկանից եմ Խուստուփում էի։ Ծնողների հետ։ Ծնողներով գնում էինք, վրան էին դնում, բոլորն դեղ ապրում էին։ Մինչև ժայռը բարձրանում։ Մինչև նույնիսկ առաջի անգամ աղջիկների միջից որ էր կանանցանելի էր դուրն ես եմ մտել հենց բանը քարանձանը։ Ես հարցնամ մեր հետևորդներին մի խորհուրդ տալ։ Անկեղծ արժե գան ու վայելեն Խուստուփը։ Արժե, այն մարդը որ Խուստուփ ետ մի անգամ չի բարձրացել, ուրեմն նա կյանքից ոչինչ չի հասկացել։ Շատ լավ։ Պետք է որ բարձրանա Խուստուփ հիանալի նահանգությամբ, նույնիսկ այն մեծերներ որ գնում են երիտասարդանում են, երիտասարդները մանկանում են։ Իրոք շատ գեղեցիկ է մեր բնությունը։ Դե ինչ գտնվում ենք Վաչագան գյուղի աղբյուրի մոտ եւ վստահ եմ, որ այստեղի ջուր են խմում ու նոր բարձրանում դեպի Խուստուփ լեռը։ «1941, 1940 Ուսանաշոտ սյունյաց հողը անարատ է, չարի սերմը բունչի դնի անարմատ է, մարդնացիվ է լերնացին է հրահատ է, հազար հող մեկ ձեզ չեն մաշել սյունյաց սարեր, ինձ որ նման ձեր գիրկն առեք սյունյաց սարեր, յայլաների ծուխը սահող երանդարան,
Սելաների ծուխը սահող երազարա Իբնազելի երավնի մեջ երազարա Հզորությունն է զգում, հերոսների քայլն է զգում, ձիերի սմբակների ձայնն է ինչ-որ միտեղ զգում, շատ հետաքրքիր է։ Շատ սիրուն գյուղ է իր կոլորիտով։ Հնությունների սիրահար ենք, հապի ենք, կոլորիտային է, չէ՞։ Ահա լեգենդների արահետը, որտեղով ժամանակին քայլել են Նժդեհը, Նավասարդը իր ընկերների ու բարեկամների հետ։ Նավասարդից հրաշալի դիտակետ է բացվում դեպի Վաչագան գյուղը։ Վայ, այստեղ չլինողն։ Վայելում եմ բնության ձայները։ Ամբողջությամբ հայ իր բոլոր հարմարանքներով ծրանում ենք երկրորդ հարկ։ Կյանքը հիասքանչ է բնության գրկում։ Գելի բարեկամներ, այժմ մենք գտնվում ենք Նավասարդ Resort։ Մենք հանդիպեցինք ծնունդով Վաչագանցի Գարիկ Վեզիրյանի հետ։ Մեզ Գարիկը կպատմի Նավասարդ Վեզիրյանի եւ Նավասարդ Resort-ի մասին։ Նավասարդ Resort-ի տարածքը ինքը սրբատեղի է, քանի որ այստեղ 11-րդ դարից արդեն կառուցված է եղել մատուր, որը արդեն ցույց կտանք նկարներով։ Այնտեղ քանդվել մատուրը, բայց պահպանվել են խաչքարերը։ Նավասարդ Resort-ը իմ նախապապի անունով է, Նավասարդ Վեզիրյանի, ով եղել է Վաչագան գյուղից։ Եվ ինքը իր եղբայրների հետ այստեղ ունեցել է տնակներ են ունեցել եւ եղբայրներով այստեղ են ապրել։ Որպես իմ նախապապ Նավասարդ Վեզիրյանը, ով մասնակցել է պատերազմներին, եղել է Նժդեհի վաշտապետը, Քաջանդրանիկի զինվորը, մասնակցել է շատ ճակատամարտերում, Սարեգամի Շեղարաքիլիսայի ճակատամարտում, Սյունիքի Զանգեզուրի ճակատամարտում մասնակցել է եւ որպես Նժդեհի վաշտապետ։ Այդպես պահպանելով իր անունը, այս տարածքում ստեղծեցինք հենց այս հանգստի գոտին եւ անունը տվեցինք Նավասարդ Resort։ Եվ Նավասարդ Վեզիրյանը, որպես Գարեգին Նժդեհի վաշտապետ եւ Քաջանդրանիկի զինվոր, 35 թվականին Երևանի բանտում Երևանի բանտ են տարել եւ 37 թվականին սպագնդակահարել, որպես Կարմիր բանակի եւ ռուսական 11-րդ բանակի դեմ կռված։ Ժողովուրդ ջան, ուզում եմ ասեմ, Վաչագանում տարբերվում է դռների արվեստը։ Հիանալի է նրբությունը դռների, ամեն մի մասը, մի դետալը յուրովի միշտ այս գործիքն ենք հանդիպում։ Գաբրիել, ես ուտում եմ թութ, տես ու վայելես խուստուփը։ Ես Սյունեցի եմ, Կապանուհի, եւ ես Նժդեհի ժառանգն եմ։ Եվ ինչպես Նժդեհն է ասում, հայրենիքը դա պարգև չէ,
Հայրենիքը դա վաստակ է, եւ որպիսի օտարներից դու հայրենիք պահանջես, պետք է պատրաստ լինես այն արյան գնալ պաշտպանել։